Կրկին ողջույն, եթե քեզ հետաքրքիր է աչքերի հարդարման ձևը, այս, ուրեմն վերադարձիր նախորդ վիդեո, իսկ հիմա կպատասխանենք այս հարցին, ուրեմն տեսեք, եթե կապված չի նրանից, թե ձեր շրթները քիմիական է, թե ոչ քիմիական, եթե ուզում եք շատ երկար մնայուն լինի, ապա հետևեք այս քայլերին, ուրեմն կոնսիլերով սպունգը կամ տոնային կրեմով սպունգը հարթեցրեք շուրթերը, դրանից հետո վրձինով ամբողջությամբ չորացրեք մակերեսը և մատիտով շարունակենք ընդգծել։ Կիսաժպիտ արեք, որպեսզի գեղեցիկ շրթունքի ֆորման ձևավորվի։ Ցանկալի է կոնտուրից շատ դուրս չգալ, որովհետև արդեն վաղուց դա նորաձև չէ, երբ որ շրթունքը ավարտվում է այլտեղ, իսկ կոնտուրը գտնվում է դրանից բավականին հեռու։ Մի փոքր կարող եք ընդգծել, այնքան որ ստվերային ֆոն տրամադրեք։ Անկյունները ռաստուշովկա ենք անում դեպի ներս։ Կենտրոնական հատվածը փորձում ենք բաց թողնենք, որպեսզի ունենանք օմբրե տեսք։ Եվ ես շատ լավ մի հատ հնարք ունեմ, կարող եմ փոխանցվել նաև ձեզ, վերցնում ենք նմանատիպ վրձին և վրձինով տարածում և մեղմացնում սահմանները։ Եվ վերջում ես կդնեմ մի փոքր շրթներ, սա այդպես կուզենաք կթողնեք, կուզենաք կդնեք գլոս, ցանկությունը ձերն է, կուզենաք վրայից սկսեք նորից մատ։ Խնդրեմ։